Հիմա եկեք կոնկրետ ձեր օրինակով ցույց տանք, երբ մենք ասում ենք Մհեր Անանյանը հաջողակ մարդ է, ինչ չափանիշներով պետք է այդ հաջողակ լինելը որոշենք։ Դուք ինքներդ ձեր համար ինչ չափանիշներով եք որոշում։ Լավ, ասեմ ձեզ հետևյալը, Մհեր Անանյանը հաջողակ մարդ է, որովհետև կյանքում այդ երկու ընտանիքը, որ ինքը կազմել է, առաջինը որտեղ որ ինքը ծնվել է, դա եղել է Աստծո կողմից ստեղծված ընտանիք, Աստված կամեցել է, որ այդ ընտանիքը ստեղծվի եւ այդտեղ ծնվեն 3 եղբայր, դրանք մենք ենք։ Դա մեր առաջին մեծ հաջողությունն է, որը Աստծով է եղել։ Եվ յուրաքանչյուրս հաջողակ ենք համարում մեզ մեր արդեն ստեղծած ընտանիքով, եւ այդ հաջողակությունը դա միայն մեր շնորհքը չի, դա նույնպես Աստծով է եւ դա համարվում է երկու ընտանիքները, որոնք որ քո կյանքում ստացվել են, դու արդեն հաջողակ մարդ ես։ Իսկ հիմա եթե դուք հարցը տալիս եք Անանյան Մհերին որպես Արարատ բանկի գործադիր տնօրեն եւ վարչության նախագահ, իմ հաջողակությունը, եթե մենք կապում ենք Արարատ բանկի հետ, կարելի է ենթադրել, եթե մենք բանկի հաջողություններից պետք է խոսենք եւ դա պետք է վերագրենք, որ մենք լավ ենք աշխատել դրա համար այդ հաջողություններ ունենք, դա էլ է ճանապարհ։ Բայց օրինակ ես մեծ հաճույքով կուզեի ներկայացնեմ, որ օրինակ մեծ հաջողություն եմ համարում, որ 24 թվականին Արարատ բանկում 67 երեխա է ծնվել։ Քանի աշխատող ունեք։ Մոտ 1100։ Ու ամուսնությունները 50-ից ավել, օրինակ Արարատ բանկում ծնվել է 67 մարդ, 67 լույս, 67 արժանապատիվ երեխա, որը մեր վաղվա օրնա լինելու, եւ ես համոզված եմ, որ Արարատ բանկից միայն որակով երեխեք կարան ծնվել։ Այսինքն մենք հաջողակ ենք համարում մեզ նաև այդ առումով։ Արարատ բանկը ունի յուրահատկություն։ Արարատ բանկի ցանկացած աշխատակից գիտի, որ ինքը պետքա լինի ազգային արժեքներ կրող, պետքա լինի հայի լավագույն կերպարը իր վրա կրելու հնարավորություն, նվիրվի աշխատանքին եւ աշխատի ընդհանուր թիմի մեջ։ Օրինակ այդ ամեն ինչը եթե մեր մոտ ստացվում է, մենք համարում ենք, որ մենք հաջողակ ենք եւ այդ թիմի ղեկավարը, որը Մհեր Անանյանն է, իրան համարում է շատ հաջողակ մարդ։